Ողջույն եւ բարի գալուստ Փիսոն podcast։ Ձեզ հետ կրկին Փիսոն է։ Շուտով ընտրություններ են, ու այս էպիզոդը ոչ թե այն մասին է, թե ում ընտրել, այլ ինչպես չդառնալ ուրիշի ընտրության գործիք։ Սկսենք բարձից։ Ընտրություններից առաջ պայքարը ոչ միայն ձայների համար է, այլ քո էմոցիաների։ Քաղաքական հաղորդագրությունները շատ հաճախ կառուցվում են ոչ թե փաստերի, այլ էմոցիոնալ արձագանքի վրա։ Ամենաշատ օգտագործվող երեքը՝ վախ, զայրույթ, հույս։ Վախը աշխատում է այսպես. եթե մենք չլինենք, ամեն ինչ կփլուզվի։ Սա ստիպում է ընտրել ոչ թե լավագույնին, այլ ամենակիչ վտանգավորին։ Զայրույթը՝ նայեք ովքեր են մեղավոր ձեր խնդիրների համար։ Սա ստեղծում է մենք ընդդեմ նրանց բաժանում, որտեղ մտածելը փոխարինվում է արձագանքով։ Իսկ հույսը մենք արագ կլուծենք բարդ խնդիրները։ Սա պոպուլիզմի հիմքն է՝ բարդ հարցերի չափազանց պարզ պատասխաններ։ Իսկ պոպուլիզմին դեռ կանրադառնանք։ Այս ամենում կա մի շատ կարևոր մեխանիզմ՝ կրկնություն։ Եթե նույն միտքը լսում ես շատ անգամ, այն սկսում է թվալ ճշմարտություն, անգամ եթե սկզբում կասկածում էիր։ Սա տեղեկատվական հոգեբանության ամենապարզ, բայց ամենաարդյունավետ հնարքներից է։ Մեկ այլ ուժեղ գործիք է ընտրովի ինֆորմացիան։ Քեզ ցույց են տալիս միայն այն փաստերը, որոնք աջակցում են իրենց դիրքորոշմանը, իսկ մնացյալը պարզապես դուրս է մնում։ Արդյունքում դու տեսնում ես ոչ թե ամբողջ պատկերը, այլ դրա խմբագրված տարբերակը։ Կա նաև շատ նուրբ, բայց վտանգավոր մեթոդ՝ անձի վրա կենտրոնացում։ Քննարկումը տեղափոխվում է ոչ թե գաղափարների, այլ մարդկանց վրա, ով ում հետ է, ով ինչ է ասել տարիներ առաջ։ Սա շեղում է բովանդակությունից։ Եվ իհարկե ամենաակտուալներից՝ արագ արձագանք պահանջելը։ Տեսարդ տարածիր հիմա, մեկնաբանիր հիմա։ Ինչու՞, որ դու չհասցնես մտածել։ Միշտ հիշիր, եթե ինչ-որ մեկը փորձում է քեզ ստիպել ընտրություն անել վախի կամ զայրույթի մեջ, մեծ հավանականությամբ նա չի փորձում քեզ տեղեկացնել, այլ փորձում է կառավարել։ Ինչ անել։ Առաջինը դանդաղեցնել։ Քո ամենամեծ պաշտպանությունը արագ աշխարհի մեջ դանդաղ մտածելն է։ Երկրորդը տարբերել փաստը կարծիքից։ Փաստը ստուգելի է, կարծիքը ոչ միշտ։ Երրորդը հարց տալ. ով է սա ասում, ինչու հիմա, ինչ շահ ունի։ Եվ չորրորդը դուրս գալ ինֆորմացիոն փուչիկից։ Եթե լսում ես միայն այն, ինչ արդեն մտածում ես, դա ինֆորմացիա չէ, դա հաստատում է։ Վերջում հիշիր, ազատ ընտրությունը սկսվում է ոչ թե քվեարկության օրը, այլ այն պահին, երբ դու սկսում ես մտածել անկախ էմոցիաներից։ Հետևեք ձեզ ու ձեր էմոցիաներին։ Մի անտեսեք այն պահերը, երբ ինչ-որ բան չափազանց ուժեղ է ազդում ձեզ վրա։ Ես Փիսոն եմ, ու հիշեք, ամենահեշտ կառավարելի ընտրողը նա է, ով վստահ է, որ իրեն ոչ ոք չի կառավարում։